Աստվածորդն է սիրենես բոլորիս ուզում եմ մի հարց պատասխանել, որ գրում եք, ասում եք, իսկ կա ինչ է անեծքը կամ թուղթուկիր, չգիտեմ, չար, աչք, նավս, իտակ դալի սենց բաներ եք գրում, ուզում եմ այս հարցին պատասխանել, ժողովուրդ ջան, համաձայն Աստծու խոսքի, այո, կա համ թուղթուկիր գոյություն ունի, համ անեծ գոյություն ունի, բայց գիտեք, պետք չէ վախենալ, պետք չէ սարսափել, մարդ կա, որ ասում է, ախպեր, ես ոչ մի բանի չեմ հավատում, լսե ինգեր, հավատաս, չհավատաս, կա, հիմա, ես չգիտեմ, եթե մեր մոտ գարուն է, կարաս ասես, ես չեմ հավատա, որ երբեք կարա աշուն լինի, հավատաս, չհավատաս, կլինի, ուղղակի ժամանակի հարց է, կամ մարդ կա, ասում է, ես չեմ հավատա, որ կա հոգի, դրախտ, դժոխք, որ մահացար կտեսնես, որ իրականում կա, ու խորհուրդ եմ տալիս, որ մինչև մահանալդ դու այս ճշմարտությունը գիտակցես, Հիսուսին Տեր ու Փրկիչ ունենաս, որպեսզի հանկարծ վատ տեղ չհայտնվես։ Լավ, հիմա այս հարցին կա արդյոք գիրութուղթ թե չէ։ Իհարկե կա, սիրենես։ Նայեք, Կողոսացիս 2-րդ գլուխ խոսում է 12-րդ խոսքից մինչև 14-րդ, 15-րդ խոսքերը խոսում է հակառակ ձեռագիրի մասին։ Ինչ է հակառակ ձեռագիրը։ Այն հակառակ ձեռագիրը, որ սատանեն գրում է մարդկության համար։ Ինչ է մտնում այս հակառակ ձեռագիրի մեջ։ Վախ, դավաճանություն, մեղքեր, հիասթափություն, դեպրեսիաներ, ես չգիտեմ, բաժանություններ, աղքատություն, հիվանդություն, ինքնասպանություն ու սենց լիքը վատ բաներ։ Դա իր գրվածն է, որը կոչվում է հակառակ ձեռագիր, երիտասարդական մահ։ Դա սատանայի կամքն է, այո, որը որ ինքը գրում է, հակառակ ձեռագիրը։ Մի սիրենես, պետք չէ սրանից սարսափելու վախենալ, ասել, վայ, բա ինչ ենք անելու, դիա գրել է արդեն։ Հակառակն եմ ուզում ասեմ, եթե դու այսօր զգում ես, որ քո կյանքի մեջ կան այսպես նա բաներ, ուրեմն քեզ ասեմ, պատահական չէ, որ դու հենց հիմա լսում ես ինձ ու նայում ես ինձ, սիրես, ուրեմն դա քեզ տեղիք է տալիս, որ մտածես, եթե սենց սիմպտոմներ կայի մոտ, ուրեմն ես խնդիրներ ունեմ, ու ես քեզ համար բարի լուր ունեմ, խնդիրներիդ համար լուծում կա, սիրելիս, լուծում կա, որովհետև այս լուծման մասին Քրիստոսը խոսացել է մեզ հետ 2000 տարի առաջ, արդեն, ուստեղ խոսում է Աստված, ասում է, Պողոս առաքյալն է ասում է, գիտեք ինչ արեց Հիսուս Քրիստոս իր մահով ու հարությունով, ասում են հակառակ ձեռագիրը, որը որ սատանեն ուներ մեր դեմ գրված, ասում է ինքը վերցրեց այս հակառակ ձեռագիրը ու գամեց խաչին, պատկերացնում եք ոնց որ իմ վրես հիմա լինի այս հակառակ ձեռագիրը, ես երբ որ գալիս եմ Հիսուսին, Հիսուս այս հակառակ ձեռագիրը վերցնում է իմ վրայից և գամում է խաչի վրա, ես ազատվում եմ, ազատագրվում եմ այս հակառակ ձեռագրից, միայն մեր դեպքում, երբ որ ես գալիս եմ Հիսուսի մոտ, երբ որ ինձ համար հոգ են անում եկեղեցու մեջ, երբ որ ինձ համար աղոթք են անում, երբ որ ես ծածկոցի տակ եմ բնակվում, հոգևոր ծածկոցի տակ, Սաղմոս 91 գրված է, բարձյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում, այսինքն եթե դու բարձյալի ծածկոցի տակ ես, դու ապահով ես, հիմա ես տունը նստած եմ, իմ գլխից ծածկոց կա, եթե դուրս անձրև կա, կարգուտ լինի, ձուն լինի, ինձ չի վնասի, ինչի, որովհետև ես ունեմ ծածկոց, այ հենց այս ծածկոցը Հիսուս Քրիստոսն է, որ ուզում է լինի մեզ համար, սիրենես, եթե այսօր քո կյանքի մեջ այսպես դժբախտություններ կա, միգուցե դու ծածկոց չունիս կամ ծածկոցից դուրս ես եկել։ Ես ուզում եմ աղոթեմ հենց հիմա ձեզ համար, սիրենես, եթե իրականում կա սենց մարդ կամ մարդիկ, ուղղակի ձեռքդ դիր այսպես դոշիդ, աչքերդ փակե կենտրոնացի Հիսուսի վրա, Աստծո վրա, մեղքերդ խոստովանե Տիրոջ առաջ, ու ես ուղղակի կաղոթեմ քեզ համար, ու խնդրում եմ, բայց սրանով մի ավարտե, դու եկեղեցի գտի, որ երկրում ես, որ քաղաքում ես բնակվում, գտի եկեղեցի, որտեղ Աստծո խոսքն են քարոզում, որտեղ ճշմարտությունն են խոսում
ու որտեղ դու կարաս հոգևոր սնունդ ստանաս։ Գնա եկեղեցի ու եղիր ընտանիքի մեջ, ծածկոցի տակ բնակվիր, կարդա Աստվածաշունչը ու աղոթք կերա։ Հիսուսը հենց այնտեղ է, որտեղ որ դու հենց հիմա բնակվում ես կամ գտնվում ես։ Միգուցե դու հենց հիմա շատ սարսափելի վիճակի մեջ ես, նեղության մեջ ես, վախերի մեջ ես, դեպրեսիայի մեջ ես, նույնիսկ ինքնասպանության մտքեր է գալիս քո վրա։ Սիրելիս, ուզում եմ ասեմ, ոչ մի բան չանես, քեզ վնաս չտաս։ Աստված քեզ համար նոր ծրագիրներ ունի, Աստված քեզ համար ելք ունի, Աստված քեզ համար 1 միլիոն ճանապարհ ունի, չվախենաս։ Նույնիսկ եթե դու հիմա պարկերի տակ ես ու մտածում ես վсё վերջ էլ ելք չկա, ինքնասպան եղնեմ, կյանքս վերջացնեմ, կամ միգուցե դու խուցերում ես ինձ հիմա ինձ նայում կամ լսում ես ու սենսելի վախերի մեջ, մտքերի մեջ, ոչ մի լուսավոր ապագա չես տեսնում։ Սիրելիս, ուզում եմ ասեմ, լույսը մեր Հիսուս Քրիստոսն է, ինքն է մեզ հույս տվողը, ինքն է մեզ զորացնողը ու ինքն է մեզ Պետրոսի պես ջրերի վրայից քայլեցնողը, չհազնվիս, չկանգնիս, չհազնվիս, սիրելիս, խնդրում եմ քեզ, բռնվիր Աստծուց ու հիմա իմ հետ այս աղոթքն արա։ Դա կոչվում է ապաշխարության աղոթք, որ Հիսուսին դու հրավիրում ես քո կյանքի մեջ ու ես կաղոթեմ քեզ համար։ Իմ հետևից կրկնիր, ասա. Տեր իմ Աստված, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ եւ խնդրում եմ քեզ, որ դու դառնաս իմ կյանքիս Տեր ու Փրկիչը, լցնես ինձ քո Սուրբ Հոգով եւ ներես իմ բոլոր մեղքերս, գիտակից ու անգիտակից։ Ամեն։ Ամեն։ Ու խնդրում եմ, դիր ձեռքդ դոշիդ, ես ուզում եմ աղոթեմ քեզ համար։ Տեր ջան, ես աղոթում եմ Հիսուսի անունով հենց հիմա այն մարդու կամ մարդկանց համար, որոնք որ հենց հիմա նեղության մեջ են, ու ես խոսում եմ քո կյանքի մեջ Հիսուսի անունով, որ քո խավարդ լուսավորվի, եւ ես խոսում եմ, որ դու Տիրոջ ճանապարհների վրա հայտնվիս։ Ես խոսում եմ, որ ամեն երանելի վիճակը հնարավոր դառնա քո կյանքի մեջ, եւ խոսում եմ, որ անապատները ծաղկին Հիսուսի անունով, եւ թող քո ծովը բացվի եւ կարողանաս ցամաքի միջով անցնես Հիսուսի զորավոր անունով։ Ես օրհնում եմ քո կյանքը ու ես հազում եմ քեզ Աստծո ձեռքերի մեջ, որ Տիրոջը ճանաչես եւ Տիրոջը հանդիպես Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Աստված քեզ օրհնի, սիրես։ Հարցեր կունենաս, կարող ես գրել, մենք քեզ կարող ենք օգնել։